Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հիշողութենեն դեպի վերածնունդ, հարկանքի դուրք անդիպի մեջ, Լիոնի մեջ հնչեց հիշողության և արդարության ձայնը, Գեղարդ հիմնադրամը դիմաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՈՍ-ին և քրիստոնեական միջազգային կառույցներուն, Արցախի մեջ կոչնչացվի հայկականությունը, Տիգրան Աբրահամյան, բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ հնչած անսպասելի խոստովանություն, Ապրիլ 24-ի հիշատակը աղոթքով և հավատքի պատգամով Որսո մեջ, ինչպես հայ գիները պահեցին ընտանիքն ու ինքնությունը, 1940-ականներու փաստաթուղթեր, նույնիսկ տասնամյակներ յետ հայերը կդիտվին որպես սպառնալիք։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները Հանրապետության նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանի բարձր հովանավորությամբ Ֆրանսիայի Անդիպ քաղաքին մեջ կազմակերպված հանդիսավոր արարողությամբ հարկանքի դուրք մատուցեցին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակին։ Միջոցառումը վերածվեցավ ոչ միայն հիշատակի արարողության, այլ նաև ազգային արժանապատվության, միասնականության և ապագայի հանդեպ հավատքի հզոր դրսևորումի։ Հնչեցին բովանդակալից ելույթներ, որոնց ընթացքին հիշատակվեցավ շուրջ 2 միլիոն անմեղ զոհերու ողբերգական ճակատագիրը, ինչպես նաև շեշտվեցավ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը և ազգային իրավունքներու պաշտպանության հրամայականը։ Բանախոսները անդրադարձան Արևմտյան Հայաստանի անցյալին, ներկայիս վիճակին և ապագային, ընդգծելով, որ պատմական հիշողությունը պարզապես ցավի արձանագրություն չէ, այլ ուժի և պայքարի աղբյուր։ Նշվեցավ, որ նման միջոցառումները կձևավորե նոր գիտակցություն ուղղված ոչ միայն հիշելուն, այլև գործելուն։ Այս արարողությունը դարձավ խորհրդանշական մեկնագետը դեպի ազգային վերածնունդ, դեպի մշակութային, քաղաքական և տարածքային իրավունքներու վերականգնում։ Ան ընդգծեց, որ հայ ժողովրդին պայքարը շարունակական է և յուրաքանչյուր նման համախմբում նոր լիցք կհաղորդե այդ ուղիին։ Անդիպի մեջ հնչած խոսքերն ու գաղափարները վերածվեցան գոչիմը միավորվելու հանուն հզոր ապագայի, հանուն արդարության և հանուն պատմական հայրենիքի վերականգնման։ Ֆրանսիայի Լիոն քաղաքին մեջ տեղի ունեցավ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Միջոցառումը կազմակերպված էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներու մասնակցությամբ ազգային խորհրդի փոխնախագահ Տիկին Լիդիա Մարգոսյանի բարձր հովանավորությամբ։ Հանդիսավոր արարողության ընթացքին ընթերցվեցավ Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի ուղերձը, ուր ընդգծվեցավ հիշողության պահպանման և պատմական արդարության հաստատման կարևորությունը։ Ելույթին մեջ շեշտվեցավ, որ անցյալի ոճրագործությունները չեն կրնարմորձվել և անոնց ճանաչումն ու դատապարտումը հիմնական նախապայմաններն են նման հանցագործություններու կրկնությունը կանխելու համար։ Միջոցառման ընթացքին իր խոսքը ուղղեց նաև պատգամավոր Տիկին Տիֆանի Ժոնգուր, ով իր ելույթին մեջ կարևորեց հայ ժողովրդին տոկունությունը, հիշողության ուժը և միջազգային հանրության պատասխանատվությունը ցեղասպանություններու ճանաչման և կանխարգելման գործին մեջ։ Իր ուղերձին մեջ նախագահը նաև շեշտեց, որ հայ ժողովուրդը հակառակ ծանրագույն կորուստներուն չհրաժարած իր իրավունքներեն և կշարունակե իր պայքարը հանուն արդարության, արժանապատվության և պատմական հայրենիքի վերականգնման։ Լիոնի մեջ կազմակերպված այս ոգեկոչումը դարձավ ևս մեկ վկայություն այն մասին, որ հիշողությունը կենդանի է և պիտի շարունակե ծառայել որպես հիմք հանուն արդարության, ճանաչման և արժանապատիվ ապագայի։ Արձագանքելով ադրբեջանական ընկերային ցանցերուն մեջ տարածվող լուրերուն, Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին և նկատի ունենալով Ստեփանագերդի մեջ հայկական եկեղեցիներու ավերման վերաբերյալ տեղեկությունները, Գեղարդ հիմնադրամը կդիմե ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՈՍ-ին և քրիստոնեական միջազգային կառույցներուն, գոչ ուղղելով ուշադրություն դարձնելու և ճշգրտելու Արցախի մեջ հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես վանդալիզմի ենթարկված հուշարձաններու վերաբերյալ տվյալները։ Իշխող վարչակարգի բարագլուխներուն Արցախի մեջ ոչնչացվող հոգևոր և պատմամշակութային արժեքներու վերաբերյալ գրավորական բնույթ ունեցող մեկնաբանությունները արտաքին աշխարհին կփոխանցեն երկու վտանգավոր ուղերձ։ Այս մասին գրած է «Պատիվ ունիմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան։ Առաջին՝ Ադրբեջանին կարդոնեն շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը կտեղեկացնեն, թե Հայաստանը առանձնապես խնդիր չի տեսներ ադրբեջանական վանդալիզմին մեջ և լուրջ քայլերու ձեռնարկման անհրաժեշտություն չկա։ Արցախի մեջ կոչնչացվի հայկականությունը մեր հազարամյակներու հետքը այս տարածաշրջանին մեջ և ասիկա կկատարվի կառավարության շենքեն դրվող կանաչ լույսի մշտական առկայծման պայմաններուն տակ, գրած է ան։
2026 թվականի ապրիլ 28-ին բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ գործող քրդամետ դեմ գուսակցությունը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ, անդրադառնալով հայերու ցեղասպանության։ Գուսակցությունը շեշտեց, որ պատմական ճշմարտության հետ առերեսվելը անխուսափելի եւ կարևոր է ժողովուրդներու միջև վստահության վերականգնման համար։ Ան գոչ ուղեց ներողության եւ վերականգնողական արդարության մեխանիզմներու կիրառման հավասար ապագայի համար։ Հայտարարության մեջ նշվեցավ, որ անցած է 111 տարի, երբ սկսավ հայ մտավորականության բռնի աքսորը, ինչին հաջորդեց կոլորացներու եւ դեղահանություններու ալիքը, աստելով նաեւ շրջանի այլ քրիստոնյա ժողովուրդներու վրա։ Գուսակցությունը ընդգծեց, որ ինքնություններու ճնշումն ու ոչնչացումը պատմական սխալ էր եւ այսօր բոլոր ժողովուրդներն ու մշակույթները պետք է դիտվին հավասար եւ ազատ։ Դեմ գուսակցությունը վերահաստատեց, որ կգիսե հայ ժողովրդին 111-ամյա ցավը եւ գխոնարի անմեղ զոհերու հիշատակին առջեւ, շեշտելով պատմական արդարության եւ հաշտեցման անհրաժեշտությունը։ Ապրիլ 24-ին Կոստանդնուպոլսո Շիշլիի հայ կաթողիկե գերեզմանատան եկեղեցվո մեջ հանդիսավոր գերբով նշվեցավ Սուրբ նահատակներու հիշատակի օրը։ Արարողութենեն ետ ներկաները շարժեցան թեպի գերեզմանատան հուշարձանը, ուր շարունակվեցան աղոթները։ Միջոցառման ընթացքին դեր Վարդան Գիրագոս Կազանջյան հանդես եկավ քարոզով, ընդգծելով քրիստոնեական նահատակության խոր իմաստը։ Ան նաև ընդգծեց ներողամտության եւ սիրո հաղթանակը ադելության նկատմամբ, նշելով, որ նահատակները նույնիսկ իրենց հալածողներուն հանդեպ աղոթքով կհեռանան կյանքեն։ Արարողությունը ավարտեցավ համայնքի անդամներու համատեղ զրույցով եւ խաղաղ մթնոլորտի մեջ կայացած հանդիպումով, վերածվելով ոչ միայն հիշատակի, այլև հավատքի եւ համախմբման խորհրդանիշի։ Հայ գիներու ասեղնագործությունը դարերու ընթացքին եղած է ոչ միայն գեղարվեստական սպաղումը, այլ նաև ինքնության, հավատալիքներու եւ նույնիսկ հոյադևման միջոց։ Ասկակրակետ Գարինե Բազարյանի համաձայն ասեղնագործությունը Հայաստանի մեջ ունի հազարամյակներու պատմություն։ Հնագիտական բեղումները ցույց կտան, որ Դագավին վաղ միջնադարուն ան հասած էր բարձր կատարելության։ Երկար ժամանակ ամենահին նմուշները հայտնաբերված էին Արևմտյան Հայաստանի Անի քաղաքին մեջ, սակայն ավելի ուշ Արենի բեղումներուն ընթացքին բացահայտվեցավ 7-9-րդ դարերուն թվագրովող ասեղնագործ կդորմը, վկայելով ավելի հին ծագման մասին։ Ասեղնագործությունը հայ մշակույթի մեջ ունեցած է խորհրդանշական նշանակություն։ Զարդանախշերը երբեք պատահական չեն եղած։ Օրինակ, օծի կամ վիշապի պատկերները կապված են պաշտպանիչ ուժի եւ բարեկեցության հետ, իսկ կենաց ծառը խորհրդանշած է կյանք, վտղաբերություն եւ շարունակություն։ Տարբեր շրջաններու մեջ ձևավորված են յուրահատուկ դպրոցներ իրենց գույներով, նյութերով եւ ոճերով։ Հայերու ցեղասպանութենեն յետ հազարավոր հայ գիներ հայտնվելով օտար երկիրներու մեջ իրենց ցերկի աշխատանքով գրցան ապահովել ընտանիքներու գոյությունը։ Առանց լեզվի իմացության անոնք կստեղծեին եւ կվաճառեին ասեղնագործ իրեր, այդ կերպ պահելով իրենց զավակները եւ ապահովելով անոնց կրթությունը։ Թեև ժամանակակից պայմաններու մեջ ավանդական որոշ դպրոցներ գործընծուցած են իրենց տարածվածությունը, այնուամենայնիվ վարպետները կշարունակեն վերականգնել եւ զարգացնել այս արվեստը։ Այսօր եւս ասեղնագործությունը կշարունակե սերունդ թե սերունդ փոխանցել ոչ միայն գեղագիտական արժեքներ, այլ նաեւ հայ ժողովրդին պատմությունը, հավատալիքներն ու ինքնությունը։ Թերքական ներկուսակցական շրջանին վերաբերող արխիվային երկու փաստաթուղթեր կվկայեն, որ հայերու նկատմամբ կասկածամտությունն ու վերահսկողությունը շարունակված են նաև 1930-1940-ական թվականներուն։ Թոկատի եւ Սեփաստիո մեջ բնակող հայերու ներկայությունը պետական կառույցներու կողմէ դիտված է որպես հնարավոր վտանգ։ Ռայմոնդ Քևորքյանի տվյալներով մինչև 1915 թվականը Սեփաստիո մեջ կբնակեր ավելի քան 200,000 հայ, իսկ Թոկատի մեջ շուրջ 32,000։ Չարտերեն եւ դեղահանություններեն յետ կանգան փրկված սակավաթիվ հայերը մնացած են իշխանություններու ուշադրության կենտրոնը։ 1938 եւ 1940 թվականներու պաշտոնական գրությունները կնշեն, որ փրկված հայեր թաքնված էին կամ տեղափոխված, ապա վերադարձած իրենց բնակավայրերը։ Նույնիսկ ընդգծված է, որ բավական թիվով հայեր կուտակված են վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ։ Հայերը սպաղած են արհեստներով կամ ծառայած տեղացի ընտանիքներու, սակայն հակառակ իրենց սակավաթիվ ըլլալուն պետական մակարդակի վրա շարունակած են ընկալվել որպես կասկածելի տառ։ Այս փաստաթուղթերը կհաստատեն, որ ցեղասպանութենեն տասնամյակներ յետ հայերու նկատմամբ անվստահություն ու վերահսկման քաղաքականությունը մնացած են պետական օրակարգին մաս։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։